Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան, բողոքարկելով նրա երկամսյա կալանքը։ Պաշտպանները կալանքի որոշումն ապօրինի են որակում։ Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Կարապետյանն ինքն իր մեղադրանքն անվանել է շինծու, կալանքը հակաօրինական։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումը Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերն է։ Պատվեր էր, այլ կերպ չի լինում։ Այլ դեպքում SMS է ուղարկում, այս անգամ post էր գրել Facebook-ով, որը մեկը չէ, մի քանիսը։ Այդ թվում վիրավորական արտահայտություններով, այդ թվում անգամ գնահատական չկա, բացարձակ անհամատեղելի եղջի ղեկավարի առհասարակ պետական այրի վարքականոնին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է. Սամվել Կարապետյանը սպառնալիքներ է հնչեցրել եւ այդ պատճառով որոշվել է նրա դեմ քրեական վարույթ նախաձեռնել։ Կոնտեքստը ըստ էության այն մասին է, որ մարդիկ ունենալով այլ երկրում կենսական շահեր գալիս են Հայաստանի Հանրապետություն եւ պետությանը սպառնում են, ինչից հետո բնականաբար պետքա գնահատական տրվի եւ քաղաքական եւ քրեա իրավական։ Եվ ինչպես այո իրավացիորեն պարոն վարչապետն ասել է, պետության համը պետքա մնա նրանց վերանում։ Եվ հիմա այդ process-ի մեջ ենք մենք գտնվում։ Իրավապաշտպանն էլ նշում է, որ գործարարի դատական գործում ոչ թե հնարավոր է տեսնել իրավախախտումներ, այլ հնարավոր չէ չտեսնել։ Նման դեպքեր չեմ հիշում նաև միջազգային պրակտիկայում, որ իրեն ժողովրդավարական համարող որևէ պետությունում նման բան լինի։ Եվ տենց ամեն ինչ հանգիստ է, ոչ մի հայտարարություն չկա այն կառույցներից, որոնք երկար տարիներ սերենադներ են երգում մարդու իրավունքների մասին, խնդրեմ, այս իրավիճակը ուղղակի սև ու սպիտակի պես տարբերվում է մարդու իրավունքների ընդունված ստանդարտից։ Մոսկվան շարունակում է հետևել Սամվել Կարապետյանի գործին, այս անգամ էլ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է հայտարարել։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք իհարկե ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Եվ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի Սամվել Կարապետյանին ցանկացած անհրաժեշտ օգնություն տրամադրել։ Եվ մենք իհարկե ակնկալում ենք, որ նրա բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն։ Հայտարարություն է տարածել նաև Սամվել Կարապետյանի կինը, նշելով, որ նա երբեք չի եղել կործանման կամ բռնության կողմնակից։ Նրա ներդրումները, բարեգործական ծրագրերը եւ համառորեն Հայաստանը հզորացնելու ցանկությունը խոսում է նրա արժեքների մասին ավելի շատ, քան ցանկացած խոսք։ Մենք պահանջում ենք արդարություն, ոչ վրեժխնդրություն, որևէ ճնշում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից։ Մենք պատասխանատու ենք ոչ միայն այսօրվա, այլև վաղվա սերունդների առջև։ Թող Աստված պահի մեր ժողովրդին, եւ թող սերն ու հավատը լինեն մեր ազգի միասնության հիմքը։ Քանի որ թեման ունի հանրային լայն հնչեղություն, տեսնենք նաև թե ինչ կարծիք ունեն մեր համակարգացիները։ Ինչպես եք վերաբերվում գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման որոշմանը։ Շատ սխալ որոշում է։ Եթե մի մարդ պաշտպանում է իր եկեղեցուն, դրան չի կարելի մեղադրել։ Այդ որոշում չէր, որ որոշեցին։ Դա կամ վախից է, կամ ինչ, ամենադեպս թե նա ինչպիսի մարդ է։ Իր առազները մի 1000 անգամ ավելի, քան ինչ որ մտածում են այդ կալանավորողները։ Ես իրան չեմ ճանաչում, լավ Ազիզ ջան, չեմ կարող ոչ մի բան ասեմ։ Այդքան բան արի մարդը։ Հայաստանի համար, եկեղեցու համար 1000 բան է կառուցել։ Ոնց կարելի է մի խոսքի համար բռնել տանել։ Դա շատ վատ բան է ընդհանրապես, որ բոլորին կալանավորում են, հետո նորից բաց են թողում, նորից կալանավորում են։ Բոլորս էլ կարծեմ հասկանում են, ինչ հակատարում ուր է գնում երկիրը։ Ընդհանրապես ոչ նա մի բան ոչ նա։ А как можно такого человека? Ինչպես կարելի է նման մարդու հետ, ով այդքան բան է արել Հայաստանի համար, այդպիսի անմարդկային ձևով վարվել։ Հիմա էլ ասում են Թուրքիա է մեկնել, օգնեցրել է արդեն, նա ով է, ես չեմ հասկանում։ Кто он, я не понимаю. Դա ամենաթողությունը, ամենաթողություն, ամենաբարձր մակարդակում։ Իր հանդեպ կեղտոտություն են անում։ Տենց մարդուն կկալանավորեն, հա, այդքան լավ մարդուն, մեր բարերարին, մեր օգնողին։ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ 3 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր քրեակատարողական, խոսել գործարար Սամվել Կարապետյանի հետ։ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկում կապված նրա մեղադրանքի, փաստաբանների բարձրացրած հարցերի եւ թեժ գծին ստացված ահազանգերի հետ, որոնք վերաբերում են 40-ից ավելի ձերբակալվածների, օրենքով սահմանված ժամկետից ավելի անազատության մեջ պահելուն եւ տրանսպորտային միջոցների ոստիկանական հատուկ տարածք տեղափոխմանը։ Այս ամենի ֆոնին կասեցվել են Կարապետյանների ընտանիքին պատկանող Տաշիր պիցցայի առնվազն 10 մասնաճյուղի գործունեությունը, որոշներում էլ կոնկրետ արտադրատեսակների արտադրությունը։
Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Open Media։